Ուրեմն ասում է չկա չարիք առանց բարիքի։ Սա շատ լավ եղավ, էլի, որ սենց եղավ այն մեր անհաջող վարչապետը, որ ուզում էր դառնալ։ Հիմա նայեք, թեմաներ շատ կան, շատ հետաքրքիր, ունենք ձեր աջակցությունն էլ կա ստեղ շատերի։ Նայեք, այն Սպանաբեդի, Վարդան Ղուկասյանի ֆանատները թող մի հատ ականջները լավ սրբեն գան ստեղ, որ լավ լսեն։ Մի խոսքով, նենց որ անցան գործի, ժամանակ չխլեմ։ Բարև ձեզ, ասալամ ալեյքում, Եվրոպա թրքամետներ, Նիկոլամետներ։ Լխելքի չեք եկել, կգաք, դուք էլ կպուշվեք։ Ուրեմն սենց, ժողովուրդ ջան, եկեք, գիտեմ, լսել եք որոշ մասը չի լսել, հələ եկեք լսենք, թե այն պատիվ չունեցողները ոնց սպասլատ արեցին մեր անհաջող վարչապետին։ Հիմա լսեք այդ Մամիջանյանի բանը գրածը։ Լսեք։ Հայտարարության մեջ գրված է. պատիվ ունեմ խմբակցության падգամավորներից վերահաստատելով սույն թվականի մայիսի 6-ին արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների քննարկել վարչապետի տեխնացուի հարցը ու նախաձեռնել վարչապետին ամստահության հայտնելու գործընթացը, որոշում ենք կայացրել չմիանալ ԱԺ падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացած վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյանի առաջադրման գործընթացին։ Այլ կերպ ասած, պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյան 2-ով փոխարինելու գործընթացին։ Հետեւաբար տեխնացուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։ Լսեցիք։ Հիմա այսպես մի բան ասեմ, արա, այ շաշ։ Լսի, այս ամեն ինչը դու գլխանց պետք է անեիր, այդ է որտեղ է պետք մարդուն IQ-ն, ինտելեկտը, էլի, ոչ թե ինչ-որ ցուցակեր բերել, որ դու ինչքան դիպլոմավոր ես, էլի, այնտեղ ռեզյումետ։ Ինտելեկտ պետք է ունենայիր։ Ավելի լավ է գնա միտեղ IQ թեստ հանձնի մարդիկ տեսնեն, էլի, դու ընդհանրապես, էլի, թութակի մեկ էլ երևի դելֆինի արանքում է քո խելքը։ Այդ նույնն է, նայր։ Այսօր այդ հարցը լրագրողներն էլ են քեզ տալի, ասում են լավ, եթե եւ եղավ այդ իմպիչմենտը, այդքան ձայնը ստացար, էլի, այդ 36 պորնիկներից, էլի, մարդը հույսը պորնիկների վրա դնի, էլի, քաղաքական պորնիկների։ Ասենց ասացված կա, տղամարդկանց ասում են բարդել գնալուց բերանդ փակ պահի, էլի, դե բարդել է։ 1000 տեղ զեկուցող կա, բան կա, էլի, այդ մուտանկեքի մեջ, էլի։ Բայց ես իդիոտ արա, քննայ, հույսը դրել է դրանց վրա։ Ու այսօր լրագրողները հարցնում են, ես նայում եմ, ասում են, լավ, այդ 36 ստորագրությունը ստացար, բա ասում են, նիկոլականներից էլ պետք է 17 հոգի, 18 հոգի քեզ իմպիչմենտի կողմ քվեարկեն, էլի, բա այդ ձայների հարցը ինչ պետք է լինի։ Հələ նայր ինչա պատասխանում, ասում հələ թող առաջինը դա անցնի, հետո կմտածենք դրա մասին։ Լսիր, այ իդիոտ։ Այդ նույնն է, որ ես գնամ հիմա Ֆերարի բանալիները առնեմ, ասեմ բանալիները կա արդեն բրիլոկը, էլի, բրիլոկը։ Հիմա մնաց Ֆերարին առնեմ։ Երեխում հիմար չես, արա, ու այդ խելքով ուզում ես վարչապետ դառնաս։ Լավ, հիմա մյուսն ենք լսում։ Լսեք։ Հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում ստեղծվել է քաղաքական մոնոպոլիա։ Այսինքն քաղաքականությամբ պետք է զբաղվի Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը իր տղեն ու իր բանի կռուգի մարդիկ, Սերժ Սարգսյանը իր կռուգի մարդիկ, ու վերջ։ Ուրիշ ոչ ոք չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Եթե հանկարծ որևէ մեկը իրանց հետ կապ չունի, ուզում է զբաղվի, բոլորով հարցակվում են այդ մարդուրա, չեն թողում, որ մի բան լինի։ Ну ты дебил. Տեսակ։ Այ։ Նոր ասա հասկանում, նայեք, ես հիմար է, էլի, որ այդ իրեքը տրիումվերատ են, դրանք իրար բերան թքած ունեն, Նիկոլը, Քոչարյանը, մեկ է Սերժը, դրանք մի շանցից կերած են սաղ, արա, դու նոր հասկացար, արա, այ Կոստյա ջաջային լսեիր, ես էլ եմ քոլեցի, նայիր, հնես չի, որ մեկ ասում են խես քոլեցիք իմ վիրաբերում դեր գալ, արա ես էլ եմ քոլեցի, իմ հորականս կողմը սաղ գիրովական եմ մեծացել մանկությունս, հենց որ, լսի, այ շաշ քոլեցի, հենց որ ես էլ եմ ընդեր, դուք բան մի արեք, մեր մեծն Թումանյանն էլ է քոլեցի եղել,
Բայց դեբիլեն էլ են շատ, էսը։ Նոր հասկացավ, այսքան մարդիկ խոսում են, էլի, որ սրանք իրար բերան թքած ունեն այս իրեք պորնիկը։ Նոր հասկացավ, որ սրանք իրար հետ են։ Զարմա հասկաց, նոր, այդ տխմարը ոնց է լինում։ Ու սա ուզում է այս խելքով դառնալ վարչապետ, գնար Ալիևի եսիմ ընդեղ Պուտինի հետ ռազմիրատ ելներ, էլի։ Հələ մի հատ լրագրող, մի օր այդ իդիոտին հարց տվեք, ասեք, բանը, ծննդատունը որտեղ է։ Դեք ինչ ասելու։ Ասելու է կնանոց։ Լրիվ ավլաց ես դու Արա Մարուքյան, ես քեզ այդքանը ասում էի, այդքանը շատերն էին ասում։ Դու ես հիմար եղել, որ ընդեղ երևի Վազգենի դեբիլ աղբոր վերլուծություններն էր լսում, Այն կարպիսը այն տղեն ես գիտեմ, նախելոք տղայա, քեզ էլ ուզել է հետ կանգնացնի, բայց մեկը խզղանել էր, վիագրա էր խմել, գնում էր վարչապետ դառնալ, արա, լավ, հիմա այս մյուսը լսեք, հələ ինչ ասում։ Այդ համակարգը ասում եմ քանդուքարապ եմ անելու, ջարդ ու փշուր եմ անելու, փուլ եմ ածելու ձեր գլխին։ Գսում եք ինչ եմ ձեզ ասում։ Փուլ եմ ածելու ձեր գլխին։ Բոլոր նրանք, ովքեր այս 3 արատավոր սիստեմներից ուզում են ազատվել։ Ես կոչ եմ անում։ Անիմաստ ու ջուր խաղեր մի խաղացեք, փոշի ա դառնալու։ Փոշի, էլեկտորալ փոշին գիտեք ինչա։ Արդեն 21 թվին մենք դարել ենք այդպես։ Մի արեք տենց բաներ։ Ֆունդամենտալ գործ է պետք անել, հանել, լարել սրանց։ Ես որ իրար հետ պայմանավորված, այսինքն ինչ է տեղի ունենում։ Էլի հերթական անգամ գնանք ընտրությունների Նիկոլ Փաշինյանը, որ կրի Ռոբերտ Քոչարյանի։ Դու ասենք, լավ 5 տարի է, այս նույն պատմության մեջ ենք։ Դե Սերժ Սարգսյանը вообще ձայն չունի, անիմաստ չգիտեմ, ինչ որ բաներով է զբաղվում, ինչ որ մի բան անում են, ինչ վերական չի։ Բայց ասենք ընդդիմադիր հիմնական սեգմենտը կբերեն դե որտեղ իշխանությունն էլ ամենաշատը հարձակվում է Ռոբերտ Քոչարյանի վրա, որպես հարմար թիրախ, որ իրանց կրի։ Հասկանում եք, այդ ասենք տեսել ենք արդեն, էլի նոր բան չկա։ Գոնե մի նոր բան անեն, այդպես հետաքրքիր sense նայենք, ասենք, որ ինչ հետաքրքիր է։ Նոր բան է, մեծ նոր բան անեք, այս նոր բանն է նայենք։ Լսեցիք։ Ասում է, այդ համակարգը քանդու քարապ եմ անելու։ Էլ ինչ էր ասում ես, ֆունդամենտալ գործ է պետք անել, նայր, այսքանը ես էի ասում դրան, այսքանը ես էի իմ ծրագիրը, որ կա ժողովուրդ, տեսեք ով ինձ նոր է միացել, էլի կամ առաջի օրն է լսում, հետ գնացեք ընդեղ իմ հաղորդումների մեջ կա, էլի, որ ասում եմ պետք է ձևավորվի երկրորդ ուժ, մյուս ընտրություններին հաղթելու, Արյան երթվյալների, էլի, որ ազնիվ խոսքին չհավատան, հայը ազնիվ խոսք տալ չգիտի, հայը չմոյ է դառել, այսօրվա հայը տեսնում եք, խոսք են տալի չեն անում, քեֆուր են տալի դիստանցիոնի, այսինքն չմոյ է դառել, դրա համար այսօր ազգը մեր չինովնիկներին չի հավատում, ասում է պետք է անեք արյան երթում տակ ու հավաքեք մի հատ երկրորդ ուժ, որ ընտրություններին ժողովրդին 65%-ը, որ թքած ունի սաղի վրա ոչ մեկի չի հավաքում, գա ու ձեզ ուժ տա։ Ես այդ թիմ հրավիրել էի, խոսացել էի ուրեմն Անի Խուրդավերդյանի հետ, այս այդ կանրադառնամ, իրա հետ, հենց իրա հետ, ընդեղ Կարեն Արայանի մեկ է բանի, բժշկին էի առաջարկել, հանրության կողմից հարգված մարդիկ։ Դե բժշկի դիմակը պատրվեց դա միանգամից, ենիք պարզվեց, որ ասում է Նիկոլը իրան բավարարում է, Կարեն Արայանը ընդեղ դեռ ևս Դժդեի գրքերն է կարդում ուսումնասիրի, թե ոնց գտնի այդ ճանապարհը դուրս գա, դրան էլ հետո հեսա կվերադառնամ, շատ եք գրում Կարենի այդ երկրպագուները։ Ուրեմն ասենց, դու այ մեզ լսելու տեղը դու նոր ես այդքանը հասկանում, այստեղ այ քոլեցին, որ ասում, այ լավ, ավլաց ես, ավլաց, այ ուղեղդ ավլաց է։ Բայց այսքան խայտարակությունը լիներ, քեզ տանեին, քաց ու տակ գցեին, ասենց ասած չմարի տանեին, այն ժողովրդական ասած, էլի։ Հիմա սա մեր լեզուն, մեր խոսքը չի, որ կուլտուրական բան անենք, էլի մեր, որ դու այսքանը հասկաներ։
Ես նույնիսկ ես մյուս բանն եմ տեսնում, էլի, ես ախր ինտելեկտ չկա մեր իշխանություններում։ Մեր իշխանությունները անաս ունեն։ Այն գլխից եկած, այն որ զինադադարը գրում են գիտին կապիտուլյացիա։ Դες հիմա այսօր նույն Քոչարյանն ու բանը, Սերժը։ Արա գնայիք հետը օրինակ ես չէի հավատում, որ սենց լախանուց է պետք է լինի այս բանը, էլի, երկու կողմն էլ, էլի, համ նրանք, համ էս Էդմոնը։ Նրանք փոխարեն լավ այդ ստորագրությունը ջանդամը տային, որ իրանց երեսը պարզ պահին, էլի։ Թող Նիկոլի թիմը հրաժարվեր, էլի, չտար այդ 18 ձայնա, 17 ձայնա, էլի, որ իմպիչմենտը լիներ։ Գոնե իրանք մաքուր կդուրս գային, էլի, մեկը, բանը, Մարուքյանը վարչապետ չէր դառնալու, հասկանում եք, չէր դառնալու, դա աբսուրդ էր։ Դա նույնն է, որ ես հենց հիմա գնամ մի հատ լոտոյի տոմս առնեմ, Մոսկվայում 3 սինակոնից կվարտիրա շահեմ, էլի, մի անգամ իշտեն չեմ շահեմ, չկա։ Չէ լինի, էլի, դրա համար նրանք էլ իրանց երեսը համ պատռեցին հիմա, ժողովուրդը համ նրանց է քրվում, համ սրան է քրվում, էլի, ավելի ապացուցեցին, որ պետք է ձևավորվի երրորդ ուժ, ու հիմա այս հիմարը ասում է ֆունդամենտալ գործ է պետք անել, այ նոր ֆայլ, նոր հասկացավ, այ պետք է լսեիր բարոն Մելիքյանին, ու պետք է մի քիչ ինտելեկտ ունենար, IQ, որ հասկանայր քեզ տանում է Աղազարյանը բանով էլ են Rolls-Royce-ի ռուլի նստած, դու էլ գիտես ինքդ էինա, բայց ինքը տարավ քեզ շինեց, դոմպեց, շպրտեց էնյա, ջուրը չտեսած չեն բոբկվում, արա։ Ես սենց արագ չէի սպասում, էլի, ինձ է ժողովուրդ ջան, դուք գրում եք նամանավանդ բանի վրա, էլի, ես որ ես դեպք հենց մյուս օրը եղավ, արդեն առավոտից, էլի, Մեն բանի WhatsApp-ի համար ունեմ տված կան բան, էլի գրում են ինձ անձնական այդ լիչնի բանով, էլի ժողովուրդը են Messenger-ով, այ դες քո ասածը եղավ, դες ինչ արագ եղավ, էլի մի քանի ժամից։ Շնորհակալություն ժողովուրդ ջան այդ բարի խոսքերի համար, բայց ես սենց արագ չէի պատկերացնում։ Ես ասում եի, հեսա կգնան, վերջում ազգային ժողովում տոռնուս կլինի, էլի։ Գցենք մի շաբաթից կամ մի 10 օրից։ Էլ ես որ այս իդիոտը լրիվ, նայ, լրիվ տուպոյ է, դաժե չի էլ պայմանավորվել այդները գլխանց։ Գնաց է բաներ, տախտակներ իրակ պատվեր տալի վարչապետի։ Ոսկի տառերով գրեր։ Իր պատմությունը Հայաստանի այս նոր պատմության մեջ էլի։ Լավ։ Էսա ես մի բան ասեմ, սա իմ կասկածն է, էլի, որ Էդմոն Մարուքյանին ինչի շարքից հանեցին, էլի։ Սրան հեսա կանադառնա, բայց հիմա անցնենք բան։ Վիլիկայա Արմենիա ալիքով երեգեր Արսեն կարծեմ այդ տղու մոտ Էդմոն Մարուքյանը գնացել էր արդարանար։ Լսեցի 2 ժամանոց հաղորդում էր։ Հիմա հետաքրքիր բաները դες կասեմ ժողովուրդ ջան։ Ում հետաքրքիր է կարող եք գտնեք, լսեք, ռուսերեն խփում եք Վիլիկայա Արմենիա, այդ ալիքը բացում է։ Միանգամից բանի, սեֆատե տեսնում եք այդ շաշի, գիմանակ որն է, էլի։ Հիմա ասենց մի հատ շատ լավ հարց տվեց Արսենը, նայք, նա երկու լավ բան ասեց, էլ այդտեղ, ասեց, բայց մեկը, Էդմոն ասեց, թեկուզ որ քեզ այդքան ձայնը տային, այդ 36 ձայնը, մեկը դու Նիկոլից էլ պետքա ձայներ ունենայր, էլի, որ այդ իմպիչմենտը կայանար։ Այստեղն էլ ոնց մտածեց, ֆանտազիան աշխատացրեց, ասեց մեկը անհնար էր, էլի։ Յայել, ասում է, քեզ ուրեմն արդեն թաքուն մի 17-18 հոգի, կարծեմ ասեցին, ԿՊ-ական երաշխիք է տվել, որ իրանք կքվեարկեն Նիկոլի դեմ։ Այ, էսենց մի բան, էլի, այդ տղեն էլ վերջում ասեց, այս վարիանտն է, որ սենց մի հատ բան կա, որ դու չես արտահայտվում, հիմա, որ 18 ԿՊ-ական անցել է քո կողմը, էլի։ Հնարավոր է, դե գիտեք ինչ։ Այսօր հիմա կարող այստեղ նստած ստեղը կայծա կխփի մեռնեմ, էդ էլ է հնարավոր։ Բա։ Կարող է բախտներս վերի Նիկոլին խփի կայծակը, տեսեք ինչ լոտո կշահենք։ Այսօր հավանականություն այդ բոլորի նույնն է, էլի։ Ու մյուս հարցը, որ շատ լավ դուրս եկա, որ ասեց, լսիր, բա դու Վարդան Ղուկասյանի դոկի
կուսակցության հետ էլի ինչ կապ ունեք, ձեր համագործակցություն, impeachment-ի ես գնում, ընդերից արձագանք կա։ Մի քիչ ավելի բան հարցեց, ոչ կազմակերպված, բայց հարցը պարզ էր լրիվ, մալադեց այդ տղում, որտեղ այսօր ինքը հայտարարում է, որ քաղաքական արտախորհրդարանական ուժերի հետ է խորհրդակցել, Վարդան Ղուկասյանի հետ, ուրեմն լսեք քաղաքական հարցերից է Ղուկասյան Վարդանի հետ կապված ոչ թե Գյումրի քաղաքապետ, այլ բլոգեր Ղուկասյան, հետո բլոգերությունից հետո կուսակցության ղեկավար Ղուկասյան Վարդանի մասին է խոսքը։ Ներքևում էլ էին գրել, թե մի հատ հարց տվեք, թե ինչ եղավ։ Ինչպիսի հարաբերություններ է քաղաքական ձեր Վարդան Ղուկասյանի մեջ եւ շատերը ոնց են նայում ես, որ ինքը բերդում է, ասենք, այստեղ ինչ որ վարչապետի տեխնազու եւ այլն, ինչ հարաբերություն, вообще ինչ կա ձեր քաղաքական բանի կուսակցությունների արանքը, ոնց է ձեր շփումը։ Ես Վարդան Ղուկասյանին ֆիզիկապես կյանքում չեմ տեսել երբևէ, տեսած չկամ։ Եթե չեմ սխալվում 21 թվականներ ինձ ասացին, որ ին վերաբերյալ ինչ որ եթերում վիրավորանքներ է հասցրել եւ ինչ որ տեղեկություն է հրապարակել, որ իբր թե ես ասել եմ, որ պետք է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն, որքանը որ իշում են։ Ակնհայտ սուտ տեղեկություն եմ իրան տալիս եւ իմ դեմ թե խոսի թեմայով, ինքն էլ չի ստուգում կամ կեղծ նյութա լինում։ Եվ այդ, այսինքն ծանոթացել ենք նման վիճաբանությամբ, վիրավորանքներով, բանով, եւ հետո իրար հետ խոսում ենք եւ ինքը տեսնում է, որ այդ տեղեկությունը սուտ է եւ ինքը հանիրավի ինձ վիրավորել է, հաջորդ եթերում ներողություն է խնդրում ու հերքում է։ Եվ դրանից հետո բազմաթիվ անգամներ բոլորը տեսել են, եթերներում զանգել է եւ հարցեր է տվել, խոսել ենք, քաղաքական կարծիքներ ենք փոխանակել, որը եղել է ուղիղ եթերում, բոլորը դա լսել են, տեսել են, ովքեր որ կոնկրետ Վարդան Ղուկասյանին հետևում են։ Հիմա ես գիտեմ, որ ինքը գտնվում է Լաս Վեգասի էմիգրացիոն ազատազրկման վայրում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 17 կետանոց դիմումի հիման վրա քրեական գործեր, շինց ու քրեական գործերով մարդուն ըստ էության փակել են, որ նրան լրացնեն, եւ այդ ամեն ինչը բնականաբար ունի միայն քաղաքական նպատակ։ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Միացյալ Նահանգներ ուղարկված գլխավոր դատախազի նամակը ուղարկվել է Երևան քաղաքի թիմ ընտրություններում իշխանության ջախջախվելուց հետո։ Եվ Վարդան Ղուկասյանի ձայները գողանալուց հետո հանրային ձայն կուսակցությունը քանդելուց հետո, որից հետո նա նոր կուսակցություն ստեղծել։ Այսինքն միայն այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերը ձևակերպված են, իբր շուտվա քրեական գործեր կան հարուցված, բայց Միացյալ Նահանգներին է Հայաստանը դիմում, երբ է դիմում Երևանի ընտրություններից հետո, դա արդեն զռռում է, որ այդ մարդուն ուղղակի ուզում են լրացնեն, թույլ չտան, որ որևէ ազդեցություն ունենա։ Այսինքն ինձ դա ինչ ազդեցություն ուներ, կոռուպցիոն գործերներ բացահայտում։ Եվ հիմա ասում եք ինքը նստած է քաղաքական process-ը գնում։ Եղբայր ինքը նստած է։ Ես չեմ ասում, պարոն Մարուկյան, դες մարդիկ են խոսում։ Հա, ես խոսել եմ այդ թեմայով, կա առանձին եթեր դրա վերաբերյալ, եւ հիմա ինքը նստած է, մենք չգիտենք իրան բաց կթողեն, չեն թողնի, պետք է բնականաբար ամեն ինչ անել, որ չկարողանան այն ինչ նպատակ դրվել է, նպատակը դրվել գլուխն ուտելու այդ մարդու, բնականաբար, ոնց ասենք, որ հանկարծ Հայաստան ուղարկեն, այստեղ Այսինքն ֆիզիկական ոչնչացման մասին է խոսքը գնում։ Այո, բանտերում տեսնում եք ինչա կատարվում։ Այսինքն եթե այդ մարդուն դեպորտ անեն Հայաստան, նրա կյանքը վտանգված է, որտեղ նա ունի բազմաթիվ թշնամիներ, ճիշտ է։ Այդ կոռուպցիոն кейսերը բացահայտելու արդյունքում։ Հիմա ինձ ասում են, չէ, բայց ասենք կոմենտներում բանում գրում են, չէ, դոկը վարչապետ եւ այլն։ Ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե հանկարծ մեր մոտ ստացվի այս իմպիչմենտի գործընթացը, բոլոր քաղաքական հետապնդումները երկում դադարեցվել է։ Այդ թվում Վարդան Ղուկասյանի դիմումը, որ գլխավոր դատախազը ուղարկելու Միացյալ Նահանգներ, գլխավոր դատախազներ նամակագրելու հետ վերցնել դիմումը եւ նա ազատ է արձակվելու եւ արդեն կարող է հանգիստ վերադառնալ իր հայրենիք, որտեղ ուզում է վերադառնալ։ Եթե ես կարողանամ դա անել,
Եթե ես կարող եմ դա, ես դա կանեմ։ Եվ էլի կան քաղաքական հետաքննող մարդիկ։ Ուղղակի ամենահնչեղը, ամենաշատ հանրային հնչեղություն ունեցող ինքն է այս բանը։ Անկեղծ լինենք։ Ուղղակի Հայաստանում։ Ես այն մոտեցումը։ Հիմա իր հետևորդներն ինչ են առաջարկում, որ ինչ անեն։ Որ ոչ մի բան չանենք, նստենք տանը ու չգիտենք էլ ինքը ընդ բանտում ինչ ա լինելու, ոնց ա լինելու, ինչ անենք, չպայքարենք, ինչ են առաջարկում։ Ընդհակառակ, ես կարծում եմ պետք է աջակցել, ես կարծում եմ եթե նա կապին է, իր եթերներն է, նա իր եթերով կասել, որ այս ստորագրությունները պետք է տալ, որ պետք է process-ը գնա առաջ։ Այդ ինչ շարժում եղել է, ինքը աջակցել է։ Մտածում եք չէր աջակցելու այս շարժմանը, այս process-ին աջակցելու։ Ուղղակի մարդուն լրացրել են, ամեն ինչ արել են, որ նա ոչ մի ձև չունենա որևէ բան ասելու, որևէ կոռուպցիոն գործ բացելու, որևէ բան բացելու։ Լսեցիք։ Այ, նայեք։ Մի քիչ երկար եղավ, դե բայց որ հետո չասեք կոնտեքստից ինչ որ մի բան կտրվել է։ Առաջինը դուք տեսաք ինչ լպրծուն ձևի ինքը պատասխանեց, բայց ես անձամբ ինքը չասեց, որ հենց ես ինքս Կոսյա Ջաջյան կամ ոնց Կոստյան զանգել եմ իրան հենց մի երկու շաբաթ առաջ ու ասել եմ, որ այդ արյան երթուալների այդ որ սարքենք այդ թիմը էլի կոմիտեն այդ ուժը երկրորդ այդտեղ Վարդան Ղուկասյանը կա ասեցի ինքը թեկուզ բռնված է Անի Խուդավերդյանը ունի լիովին մանդատ տրված Վարդանի կողմից կուսակցության անունից հայտարարություններ անելու խոսելու ես այդ ամեն ինչը լսեք ու Վարդանի բան հետևորդներ ուղարկել եմ հենց իրան Էդմոն Մարուկյանին իր հեռախոսահամարի վրա ուղարկել եմ համ Անի Խուդավերդյանի համարը հեռախոսի որ զանգի կապնվի ու արդեն պատասխան տան էլի արդեն հայտարարություններ անեն էլի որ բացի այդ ամեն ինչից Վարդանն էլ է հայտարարել որ ամբողջ գործերով զբաղվում է Անի Խուդավերդյանը փոխնախագահը դոկ կուսակցության այդ ամեն ինչից ինքը տեղյակ է եղել բայց տեսեք ինչ լապրծուն պատասխան տվեց չասեց ասեց դե ինքը բանտում նստած է դե հիմա ուղիղ տեքստով ասում եմ այ անասուն ու իմ համարը ունես կարող ես զանգես ու ինձ պատիվ պահանջես ես ինքս քեզ ասել եմ դու Անի հետ պետք է խոսաս Վարդանը չկա Վարդանը Ամերիկա է Վարդանը այնտեղ պրակտիկայի է ուսումնասիրում է ԱՄՆ դատական համակարգը որ գա հետո կիրառի Հայաստանում մակարդակ բերի էլի եղավ դու պետք է այստեղ խոսայր Անի Խուդավերդյանի հետ այ տուպոյ ասում է ինքը բանտում նստած է էլի սենց լպրծում հետո մյուսը տեսեք ու ինձ էլ եք դուք շատ գրում դրա համար ասեցի ականջներդ մաքրեք այսենց լավ փայտիկով էլի բամբակով նայեք Վարդան Ղուկասյանը երբեք վարչապետ չի դառնա որտեվ լսեք միջև վերջ որտեվ պետք է այն մարդով դառնա վարչապետ կամ նույնիսկ պատգամավոր վերջի 4 տարին ապրելուց ունի օրինակ պատգամավորը Հայաստանում պետք է չունենա դատվածություն նայեք ամենաառաջինը նենց որ այս ժողովրդավարական ճանապարհով Վարդանը չի կարող գա դառնա վարչապետ նրա տեխնատությունը չեն ընդունի դրա համար բանը այն անցած 2 օր առաջ Մարուկյանը վազել էր օվեր, որ թուղթ բերեր, տես 4 տարի Հայաստանում եմ ապրել, այդ թղթեր գնացե գրեր։ Նենց որ Վարդանը որպես վարչապետ չի կարող գալ, հասկացաք, չի կարող ինքը միակ տարբերակը որ գա վարչապետ, պետքա գիտեք ինչ լինի, պետքա ուժով հեղափոխություն արվի, այսենց գնացվեն, ոնց որ Նիկոլ արեց, պաշարել ժողովուրդը, ազգային ժողովը, Այդտեղի այդ պորնիկներին ասի, կամ ընդրում եք
Սպարապետին վարչապետ կամ չենք թողում տուն գնանք։ Այդ էս բլոկադայի մեջ վերցնելու ենք ոստիկանությունը մեր կողքնա, բանակը մեր կողքնա, Աստված մեր կողքնա, Կրիշնան մեր հետ է, Ալլահն էլ է մեր հետ։ Մի խոսքով դուք մնալու եք ազգային ժողովում այնքան, մինչև սովից սատկեք։ Բնական եղանակով էլի։ Ու այդ տարբերակում կարող ազգային ժողովը արդեն մի անգամից արա դրանք մի օր հաս շուտեն արա հայրենիքները կփոխեն Ադրբեջան կեթան։ Բա այդ տարբերակում նրանք կընտրեն Վարդանին բան վարչապետ։ Բայց ասեմ, դա անհնար է։ Լինենք պրագմատիկ ու ռեալիստ էլի։ Այդ տարբերակով չի լինի։ Դրա համար հերիքա ինձ էլ է գրում շատ Վարդանը վարչապետ։ Ես մի բան ասեմ, Վարդանը որ օրը դառա վարչապետ, տեսեք, դա բարդ պաշտոն է, դա միջազգային այդ բաներում, ավելի շուտ իրան կխայտարակի։ Դա իմպուլսիվ մարդու աշխատանք չի, դա բարդ է, էլի, հասկանում եք, շատերը նույնիսկ վիճ չեն վեկալի, տենց գործ։ Վարդանի ամենալավ աշխատանքը որ լինի, պետությանը օգուտ տվող։ Պետք է նստի ինչ որ ուժային կառույցի ղեկավար, որը չասեց Էդմոն Մարուքյանը, նայեք, այս իր այդ բանի մեջ էլի, պատասխանի մեջ, բանին, Արտակին, այդ Վելիկա Արմենիա հաղորդման մեջ, ասում է, ես որ կդառնամ վարչապետ, ամնիստիա կանեմ, էլի, այդ իր վրից այդ քրեական գործը կհանեմ։ Փոխարեն ասել Մարուքյան, որ իրան կբերեմ Հայաստան, կգտնեմ ազգային անվտանգության գլխին։ Ընտանիք չունեցող, ոչ մեկ չունի հետևը, թող պետությանը ծառայի, վերջում մտից է կսատիկ, տանենք գցենք փոսը։ Մի հատ բան, հուշարձան կդնենք վրան, թող գնա ծառայի։ Ես իրա մեջ շատ լավ տեսել եմ, նայեք, ես մի հատ անցած տարի էի ասում, էլի։ Էդգար Գուվեր կար Ամերիկայում, FBI-ի բաններ էլի, համարյա հիմնադիրը։ Այդ մարդը կարծեմ 6 հատ պրեզիդենտ է փոխել Ամերիկայի, թե 5 հատ, այդ չեմ հիշում։ Քենեդի, Մենեդի, սաղի վրա կամպրամանտ է ունեցել, սաղին իր ձեռի մեջ պահել է, հասկանում եք, դաժե Նիքսոնին։ Դրա համար բանի մահից հետո Գուվերը էլի հենց աթոռի վրա էլ մեռել է այդ մարդը։ Իր աթոռին, իր պաշտոնին էլի, թոշակել չի գնացել։ Այնտեղ FBI-ի այդ կաբինետից իրա վեկալ է տարի շպրտել են փոսը։ Ու Վարդանն էլ պետք է տենց էլի, թե բերես երգիր, պետք է տենց մի հատ աթոռի դնես, հետո վերից վեկալ ես, ալի շպրտես փոսը մեկ ուրիշին բերես, էլի։ Սրոկը երբ որ բրծնի, էլի։ Երկնային կյանքի։ Այսպես մի բան, նրան կսազի։ Ու տեսեք, գուվերնել, նա բան է արել, սաղ պրեզիդենտները իրեն ձեռի մեջը պահել է։ Դա համար Վարդանի ամենալավ աշխատանքը կլինի տենց միտեղ, որ գնա աշխատի, սաղի վրա կամպրամանտներ ունենա, ժողովուրդը թիկունքին կանգնած լինի, ու իմացեք, ինչքան էլ վարչապետ փոխի ժողովրդավարական մեխանիզմները գնան, ոչ մեկ չի հաբռկի, եթե ինք իր խոսքի տերը եղավ։ Մարուքյանը եթե ազնիվ սպորնիկ լիներ, այսա կառաջարկեր, կասեր Ամերիկա բանտից կհանեմ, կբերեմ, կդնեմ բան։ Ազգային անվտանգություն կամ քննչական ինչ որ մի հակակոռուպցիոն կոմիտե, ինչ որ մի բան, ազգային անվտանգություն ամենալավը։ Բայց տեսեք չարեց, որտեվ ինքը լավ դիվանագետ չի, որտեվ ինքը տուպո է։ Շաշ քոլեցի, ավլած։ Այ ոնց եմ ես ճիշտ է տեսնում։ Ու ինձ էլ հիմա գրում եք Վարդանը վարչապետ, Վարդանը իր ծոցորակը կտեսնի, վարչապետի աթոռ չի տեսնի։ Ռեալ լինենք։ Զանայք ինչեր են գրելու։ Ուրիշ տարբերակ չկա։ Օրենքը, սահմանադրությունը դա է։ Այսօրվա սահմանադրությունը է դա տալիս, վերջ։ Հայաստանում կարող է վարչապետ լինի, օրինակ դատվածություն չունեցած, օրինակ, Նիկոլն էլ ուներ։ Տեսեք, ուժի ձևով մտա։ Այդ է։ Ունեք վարիանտ Վարդանին տենց մտցնելու, դա ուրիշ տարբերակ է։ Բայց այս րոպեին Վարդանը ոչ Հայաստանում է, այնտեղ շատ անգամ իր թիմակիցներն են նույն Անի Խուդավերդյանն էլ շատ ավելի հուշ տա լինում, շատ ինչ որ ակտիվ լինի, էլի։ Որտեվ Մեխնե Չակուշն է Նիկոլի ձեռն է, Սերժի Մերժի, սաղ այդ իրեք թայֆի ձեռն է, էլի։ Դրա համար այս ամեն ինչը պետք է արվի այսինքն հերակա կարգով։ Նոր ուժ ձևավորելով, պարկեշտ այդ քաղաքական ուժ, արյան երդվյալների պարտադիր,
որ այսենց ճամբարափող բոզի վաստակներ չլինեն ու չդուրս գան։ Արյունի վրա պետք է երթում տա այդ քաղաքական գործիչը, որ մտնի այդ թիմի մեջ։ Ու պետք է այդ նայեք այդ բանը ալյանսը սենց ասած էլի, ալյանս կոմիտե ոնց է լինի էլի ազգափրկիչ։ Պետք է գաղափարախոսություն լինի, որ կա երկու ուժ։ Սերժ Նիկոլբան տրիումվիրատ ենք դա համարում այդ ուժ էլի։ Նախկիններով, ներկաներով, դա մի ուժ է, երկրորդ ուժը պետք է լինի մեր նորաստեղծ այդ ուժը, որի համար ես այս քանի վաղտա խոսում եմ։ Այլ ընտրանք չկա, ով որ գնաց կանգնեց ասեց, ես առանձին եմ գնում, պետք է այսպես դնենք, պախարակենք, սարքենք չոլի։ Այսպես պետք է լինի, թե ուզում ենք երկիրը երկիր դառնա, որ մենք չնախանձենք ուրիշ երկրների, որ նրանց մասին չնայենք, նրանց պատմություններ, նրանց կյանքից ինչ որ բաներ չիմանանք ու չնախանձենք, մանթո լոմկա չկոխի։ Ասենք ինչի պետք է Վրաստանում սենց լավը լինի, մեր մոտ սենց վատը լինի։ Ղազախստանում պետք է վարկային ամնիստիա անեն, մեր մոտ բանկերը դրած մեզ թվում են։ Այ որ սենց սա լինի, հասկանում եք, 70-ներ են, որ քնած են, իշու ականջում, այն ականջները սենց են, քո հետ են։ Այսինքն, պետք է արթնանաք։ Բա, երևի կարողացա նորմալ ձևով հասկացնեմ։ Ու սրա հիմա նայեք, լավը որն է, ժողովուրդ ջան, ես տոց կարող եմ, սամուտ բացեմ, ես հետ է վինել, հիմա նայեք, սրա լավը որն է, այս ամեն ինչը դաս եղավ մնացածի, մյուս քաղաքական ուժերին, ում ես պետքա զանգեմ Պարուր Հայրիկյանին, տեսեք, համարը գտել եմ, ուղարկել են շնորհակալություն, չեմ գտել Շանթի համարը, տեսեք, մի հոգի գրեց, ասում է Շանթը էլի KGB-ից վախում է, հեռախոս չի վեկալում, եթե հեռախոս չի ման տալիս, էլի, մի ձևով պետք է Շանթին գտնենք, էլի, կամ մեկը դուռը ծեծեք, ասեք Շանթ, մի հատ զանգի կապնები, իմ հեռախոսը համար էլի կթողնեմ բանում, կոմենտարյաների բաժնում, WhatsApp-ը, ժողովուրդ ջան, էտը տենց բանը, ես պետք է իրան զանգեմ, պետք է Պարուր Հայրիկյանի համարը կա զանգեմ, Նորիկ Նորիկյանին, մի հատ իր համարն էլ այնց պետք, Նորիկ Նորիկյանին է կզանգեմ, այդքանը, ու նրանք հիմա արդեն կլսեն այսքանը, կտեսնեն, էլի, իմ լպեշության մակարդակն է կտեսնեն, թե ես ոնց կարող եմ սենց նորմայի մեջ, սուր ասում է ռեխս բացեմ, էլի, ինչ պետք է ձեր ձայները ժողովուրդ, ես քաղաքականություն մտնել չեմ կարող, ես Հայաստանում չեմ գտնվում, ես ինքս Վարդանի պես չեմ կարող, ու էլ եմ ասել, այդ քաղաքական իմը չի, ես երկար լեզու ունեմ, ինպես մարդը տենց տեղ չունի, էլի հասկանում եք, ազնիվ մարդը քաղաքականությունում տեղ չունի, ընդեր կգնաս օրինակ ինչ որ խմբակցություն լինի օրինակ, ինչ որ Էդմոն Մարուկյան բան, կգնամ այդ չափալախ կտամ կգնան, էլի, մի բան ես ասեմ, իրանքին վրա մուննատ կան, աթոռները կջարդեն գլխներին, դրա համար ես ոչ մի խմբակցություն ինչ որ մտնել կամ բան չեմ կարող, էլի, չեմ դիմանա, ես ծանր բնավորություն ունեմ, այստեղ հեռվից այդ ալյանսը որ կլինի ես կնայեմ ու կուղորդեմ, եթե պետք լինի կբարգանամ, հասկանում եք, այնպես չի որ բաղայական իշխանության իրանց վրա խոսացող չպետք է լինի, էլի իրանց կերած քաքերը պետք է լինի։ Այս ժողովուրդ ջան, որ ասում եմ, գտեք այդ մարդկանց համարներ ինձ ուղարկեք։ Հասկացաք, էլի եմ ասում, Շանթ Հարությունյանին նա հիմա պետք ու բանինը, Նորիկ Նորիկյանին է, Պարուր Հայրիկյանին է ունեմ։ Պարուր Հայրիկյանին է ուղարկեք թող լսի, մոտապես ծանոթանայիմ այդ մի քանի բան, որ անագնգալ չլինի, էլի ունդեղ, եշություններ դուրս չտա հակառուս, հակաբան, լսեք, կա մի բան, Հայաստան, ռուս, մուսեի այդ հիմարությունները կա մի բան, տնտեսական շահ երկրի համար, ու վերջ, հիմարություններ որ չխոսան, ես կզանգեմ կխոսամ, իրանց բոլորի հետ էլ, հետո բանը, նայեք, դուք ինձ ասում եք մի մարդու համար Ղարաբաղից եմ, ու մեկ էլ տալիս եք բանի անունը, Սամվել Բաբայանի, Վլադիմիր Պողոսյանի համար եք գրում, ու բանին էլ,
ինչ Սամվել Բաբայանին։ Ժողովուրդ, նայեք, Վլադիմիր Պողոսյանն էլ Սամվել Բաբայանն էլ առաջինը Ղարաբաղից են։ Եկեք լինենք ազնիվ, արա Հայաստանի ժողովուրդը այն երկու Ղարաբաղցուց հազիվ պրծավ։ Ես Ղարաբաղցի գիտեմ, ոչինչ չունեմ։ Բայց ժողովրդի մոտ այդ նստած է, էլի այդ ամեն ինչը, այդ դեռևս սերունդ պետք է փոխվի, որ այդ զգացողությունը անցնի։ Նենց որ այսօր առաջարկենք ինչ-որ կան վարչապետի թեկնածու։ Լսեք, Ղարաբաղցի վարչապետ հաստատ չեն ուզի, որ ուժի մոտը Հիսուսն էլ եղավ այնտեղ, թե արանքում Ղարաբաղց եղավ, չեն ընտրելու։ Հասկանում եք, ազնիվ լինենք։ Սերժից ու Քոչարյանից անենց են վառված ժողովուրդը, որ չգիտեմ, չեն ուզում։ Նրանց կողմնապահությանը, նրանց այդ կլանային այդ եղավ։ Նենց որ իրանց անունը մի տվեք, հետո մյուսը։ Իրանք կործանել են, իրանց օրոք կործանվել է Արցախը։ Ինչա, մի հատ էլ բերենք Հայաստան։ Ես շատ եմ իրանց լսում, օրինակ այդ դեպի խոսացող կամ Սամվել Բաբայանը։ Ամեն ինչ գիտի։ Լավ, Դիգին Բաբայան, այս դամ Տիգին եմ ասում իրան։ Տղամարդկություն ունենայր, ու իրա հիմա այդ հետևորդներին եմ ասում, էլ ով պաշտպանում է։ Զինված հեղաշրջում աներ Արցախում, եթե դու այդքանը հասկանում էիր, տարիներով տեսնում էիր, խոսում էիր, ինչ էիր այդքան խոսում։ Դու զինվորական էիր, դու ունեիր շրջապատ, դու ունեիր կապեր, հավաքեր սաղին միտեղ, գլուխները ուտեիր, ռազմական հեղաշրջումը անցկացնեիր, անեիր, գայր իշխանության, ուժի ձևով ուզուրպացնեիր իշխանությունը հանուն փրկության Արցախի։ Անեիր, Տիկին Բաբայան, հիմա նստել ես էս ու են լրագրողների մոտ, ջիվանի դուդուկը դրել լացում ես, այ որ ես ասենց եմ հասկանում։ Պրիգոժինի խլնքի շարիկը չարժեք, ոչ մեկըտ։ Ոչ մեկըտ։ Այս Տիգին Բաբայանին տեսնում եք, պատկերացեք Պրիգոժինը այսպես հանել է, շարիկը շարքել է, ճպցրել է։ Ավելի արժեք ունի դա, դնես ինչ որ մի հատ թաքած, դες Տիգին Բաբայան։ Նենց որ տեսեք, Արցախցու տեխնատություն պետք չի։ Ես էլ եմ ասում, շատ նորմալ Արցախից ժողովուրդ կան, ես ինքս շփվում եմ, բայց դա ռեալ չի։ Այդ մարդիկ կարող է միանան այդ նույն արյան երթվյալների այդ թիմին, այդ խմբին, այդ շարժմանը, հասկանում եք, որ արյան վրա պետք է երթում տան, որ նախկին ներկաների հետ չպետք է համագործակցեն ու որ նրանց վրա առաջին առիթի դեպքում պետք է նրանք դատվեն, նրանց օրոք դատախազությունները պետք է զբաղվեն, միկրոսկոպները առնեն, պինցետներով դրանց անցյալը քննարկեն, էլի։ Այս է պետք է լինի, այդ արյան երթվյալը, այդ երրորդ ուժը, որ ժողովուրդը հավատա ու 65% գնան ձայն տան։ Այս է պետք է լինի։ Երևի կարողացա բացատրեմ, թե ինչ ոնց։ Հիմա մյուսը, որ ասում եմ, սա Էդմոն Մարուքյանին արանքից հանեցին, մտադրված, տեսեք, որտև ես իմ ծանոթներին շատերին ասել եմ, հենց այս համացանցի միջոցով այդ ծանոթացել եմ, մայիսի 7-ին ինձ հետ մարդիկ կապնվեցին, հանդիպեցին, ուզում էին իմ ալիքը առնեին։ Սկզբում իրանք հրավիրեցին բանի, ես դե հայտարարել եմ, որ ինձ պետք է օրինակ օգնող էլի գործի մեջ, էլի ես համակարգից, ինտերնետից այդքան ծանոթ չեմ, էլի։ Շատ բաներից ես տեղյակ չեմ, ես IT-շնիկ չեմ, ես այդ կոմունիկացիաներին տեղյակ չեմ, էլի։ Կա հենց ֆինանսական ներդրումային ալիքի մեջ գործընկեր եմ փնտրել, էլի հայտարարել եմ, ու էլ եմ հայտարարում։ Ես Մոսկվայում եմ։ Այդենց ինձ մարդ կապի դուրս եկավ, բա գնանք խոսանք, բան անենք, դուրս եկանք գնացինք, թարսի պես այդ օր հենց շքերթի այդ գլխավոր ռեպետիցիաներ, ու մոբիլ ինտերնետը անջատել էին Մոսկվայում, էլի, հեռախոսում ինտերնետ չկար, դրա համար լավ միշում։ Ու նայեք ինչներ հետաքրքիր, իրանք հետո պարզվեց, որ ուզում են ինձանից ալիքը առնեն, բարձրացրեցին վերջի գինը $1 միլիոն։ Դոլարով այդ համարյա $12,000 տարբեր կուրսով էլի սենց փող արժի դա։
$12-13 հազար։ Սկզբում 700,000 ասեցին, հետո սարքեցին 1 միլիոն։ Դե հրաժարվեցի ես տեսեք, ես իրանց հարց տվեցի, ասի լավ, որ առանց ինձ վերցրեցիք, եթե ես ընդեղ չեղա, դուք նստիր քո, ինչ ես անելու կամ բան, բայց մեր էլի լրատվական կլինի, վերլուծական, ասեցի լսիր, վերլուծականներ շատ կան, նայում ես ընդեղ 1000 հոգի էլ չի նայում էլի, այդ ալիքները էլի կան, սիրուն լսարաններում դնում են էլի, այդ բանում էլի, ստուդիաներում, պրոֆեսիոնալ տեխնիկայով, լուսավորությամբ նկարված տարբեր ռակուրսի տակից ոչ մեկ չի լսում էլի, ասեցի, զգացի, որ իրանց կարևորը, հետո ես դա մտածեցի, որ ուզում են ալիքը պարզապես փակեն։ Ես մի քիչ ին վրա ասենց մեծամիտ վերցնեմ, ես այնքան կամ, բայց տեսեք, խելացի բանկա էլի ասում է, угрозу нужно пересечь в стадии зародыша։ Հայերենից այդ վտանգը պետքա մեկուսացվի սաղմի կարգավիճակում էլի։ Իմ ալիքը իմ այդ գաղափարները միգուցե էլ դեռ սաղմի իրավիճակում է, կարգավիճակում է։ Դրա համար որտեւ իրանք տեսեք այդ մարդիկ Facebook-ից ես Facebook հետո հարցրեցի անդադ խոսում են YouTube-ի ալիքն են ուզում իրանք հետո իրանք մի տեսակ բան եղավ որ Facebook էլ կա բայց չէ Facebook-ն էլ իրար հետ բոլորը իրար հետ քո ալիքները դες հրաժարվեցի էլի նայեք ու ծանոթներս էլ ասեցին բա ծախեիր էլի կխոսեիր էլի նույնը կլիներ ասում եմ տենց հեշտ չէ այդքան խոսալ էլի ով ինձ կհավատար այդքանից հետո Մի խոսքով, նայեք, ստեղ ես ինչ եմ մտածում, ասում եմ, սա եղավ ամսի 7-ին, որի մետ եկան խոսացին։ Հետո, տեսեք, իմ առաջարկը որն էր, ես իմ քայլը խաղադրույքը դնում էի Մարուքյանի վրա, եթե հիշում եք։ Տեսան, որ իմ հետ չստացվեց, օրինակ, տեսեք, $10,000 դա մեծ փող չի, էլի, ես կարգի բանի համար, որ վերցնես, էլի, $12,000։ Մարուքյանին արանքից հանեցին։ Հասկանում եք, նրանց որ նայենք, եթե սա իսկապես իշխանությունները կամ ինձ իրանք տեսել են, որ մարդ կա, որ խոսում է, մարդ կա, որ անկախ է, մարդ կա, որ առաջարկում է վտանգավոր մտքեր եւ գաղափարներ, որոշեցին, գցենք, իմ ալիքը առնեն, դե ես չծախեցի, բայց գտան մի շատ պրիմիտիվ տարբերակ, ահավոր պրիմիտիվ, Էդմոն Մարուքյանին արանքից հանեն։ Բայց Էդմոն Մարուքյանով ոչ աշխարհը սկսվել է, ոչի կվերջանա։ Ես այսենց կարծիք կա, էլի, որ միգուցե մեծամտություն է իմ ասածը կամ բան, բայց խելացի ստրատեգները եւ մտածող մարդիկ այդ ամեն ինչը ինձ ամենասկզբում պետք է սաղմի կարգավիճակում դեմը առնեն, էլի։ Հենց որ հնարավոր է, սա վտանգավոր գաղափարներ եմ ես ասում ու այդ ուժերը կամ այդ ազգի թշնամիները զգում են էլի վտանգ։ Ով գիտի։ Սա էլ այդ մի բան է, որ սա կարող է շատ լավ է, էլի, որ սենց ստացվեց, նենց որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ես էլի մի բան ասեմ, նայեք, ես ինքս ինձ էլ չեմ վստահում, որ դուք ասում եք, էլի։ Ես չգիտեմ, եթե ինձ օրինակ 10 միլիոն առաջարկեն, ես ինչ կանեմ, էլի։ Մոսկվայում մի հատ բնակարան է, չեմ ասած։ Դրա համար ես շուտով այս գործին պետք է միանան ուրիշ բլոգերներ։ Ասեք, ես սա չեմ սեփականաշնորհում, սա իմը չի ես ոչ մի բան, էլի։ Այս այդ շարժումը, այդ ուժը, որ պետք է ձևավորվի քաղաքական։ Սրան պետք է միանան ուրիշ բլոգերներ էլ, հասկանում եք, որ ես մենակ ես չլինեմ, ես չխոսեմ, ես չբարձրաձայնեմ, էլի։ Դրան հետո ես առանձին այդ բլոգերներին հերթով կանցնեմ, տեսնեմ նրանք այդ որ մազեն պրճեկում գործով ուզում են զբաղվեն, թե չէ։ Էս ու բանը Կարեն Արայանի հետևորդներ տղեկ ջան ձեր ցավը տանեմ դուք ինձ գրում եք ես Կարենի հետ խոսացել եմ Կարենը նախ հեռախոս ուղիղ չունի վերջի անգամ խոսացի միջնորդի միջոցով դե Կարենը իր դիրքորոշումը ասել է ես չգիտեմ նա կգա այս դաշտ չի գա ես չգիտեմ ինքը ոնց է մտածում հասկանում եք Դուք օրինակ ինձ կապվելու ինձ ասելու տեղը դուք ինքներդ զանգեք գրեք իր բաների տակը հելեք թրաշներից կախվեք թող
Թող գայ։ Ես էլ եմ ասում, Կարենը շատ պետքական մարդ կլինի այս շարժման մեջ։ Կարենը շատ լավ այսօր կարող է կանգնի մյուս ընտրություններին առաջնագծում թուրքերի դեմ պայքարի մեջ, ասենց ասած ներքին Թուրքիի հետ պայքարի։ Այդ խրամատները պետք է լինեն ընտրատեղամասերը։ Այդ ընտրատեղամասերում պետք է փորվի խրամատներ ու այնտեղ դիրքավորվի։ Այդտեղ է գլխավոր թուրքը, ներքին թուրքը, ամենավտանգավոր թուրքը, որ Նժդեհը ասում էր։ Բայց ինքը, չգիտեմ, այ հիմա գնացեք Իրանից այդքանը պահանջեք։ Ինձանից ես ինչ ինձանից ասել եմ, տեսեք հիմա էլ ասում եմ, գիտեմ կլսի։ Իրանից լավ դա ոչ ոք չի կազմակերպի։ Ընտրատեղամասերում այդ ձայները ապահովելու, պաշտպանելու համար։ Էս է իմ ասածը, այսքանը։ Մեկ էլ մի բան, էլի, եթե մարդ կա Վարդան Ղուկասյանի հետ կապի մեջ կամ կարողանում, այ Անի Խուդավերդյանն է կլսի, կփոխանցի, Վարդանին ասեք, մի հատ թող եւս հայտարարություն անի հատուկ տուպոյների համար, տուպոյների։ Տեսանք Բարուքյանը տուպոյա, որ քանի ինքը բանտում է, թեկուզ բանտում է, չեղավ Հայաստանում այդ գործերով զբաղվում է իր կուսակցության փոխնախագահը, որ ինքը տվել է մանդատ խոսալու, որ այս աննասունը ոնց որ Արսենի մոտ չասի, դե իմանա բանտում էր, ես հետո ոնց խոսայի։ Իմպիչմենտի գնալուց առաջ էլ այդ գործընթացների հետ կապված։ Այսքանը ժողովուրդ, երևի ամեն ինչ ասեցի, նայեք, պարտադիր ժողովուրդ ջան, պես մեծ մասը ձեր նայում է առանց բաժանորդագրվելու, այս էլ։ Լսեք, իմ վտանգը նա է, որ իմ մոտ ալիքը շատ արագ է աճում զարգանում։ Նայեք, իմ դիտումները ավելի շատ է, քան բաժանորդները։ Ու հիմա համեմատեք ուրիշների հետ, էլի։ Սա նշանակում է, որ ես փող չեմ ներդրել, ֆեյքեր, մեյքեր ընդեղ ինչ-որ մոտեր, վճարովի ինչ-որ ծառայություններից չեմ օգտվել։ Ու տեսեք, պետք է ալիքը զարգանա։ Երբ որ իմ ալիքները ունեցան, ես ունեցա 100,000-ով հետևորդ, իմացեք, իմ ամեն մի բառը, այն փամփուշտի պես մտնելու է թիրախի մեջ։ Ինձ պետք է 100,000-ավոր հետևորդ, որ կարողանանք մյուս ընտրություններին մի բան փոխենք, որ մի հատ ալիքը ու սրան պետք է միանան բլոգերներ, ազնիվ բլոգերները, ես իրանց հետ կապի դուրս կգամ, որ մենք կարողանանք ծալենք այն իրանց վճարովի չմո բաները, էլի են լրատվամիջոցները, այն որ գալիս են, օրինակ նայում ես եկաստուդիաները կա ռեժիսորով բանով աշխատում են, բայց 10,000 հոգի բան են նայում, էլի։ Իմ երեգն վերջի հաղորդումն էլ են 10,000 հոգի մարդ են նայել։ Ես խոսում եմ մեքենայից մենակ, իրանք մեծ ինչ-որ բանը ստուդիաներից են խոսում։ Այսօր ամեն ինչ փոխվել է այս մի դաշտ, հասկանում եք, այսա հաղթանակ արդեն։ Ու դրա համար եմ ասում, ինձ պետք են մարդիկ, որ օգնեն, օրինակ ներդրումների բանկը ավելի ուժեղացնելու ու ավելի զարգացնելու։ Եթե կան մարդիկ, որ կարող են, ես փող ինչ-որ բան տեսեք, ոչ մեկից չեմ հավաքում, չեմ գրում ոչ մի հաշվի համարներ։ Ինձ ռեալ մարդիկ են պետք, որ այդ ինչ-որ օգնության բանով կողքս կանգնեն։ Շատ են ինձ ասում, գրիր հեռախոսա ինչ-որ բանկային հաշվի համար բան թողոց, բան, չէ, ինձ պետք է ռեալ, որ իմանամ, մարդը ամիս այսքանով, այս մյուսնա 5-10 հոգի լինեն, որ ռեալ ինչ-որ բանով ասեն, ես այդ ամեն ինչը սկսենք անել, առնել, տեղադրել, ուղիղ արդեն հաղորդումներ, որակյալ ավելի կազմակերպել, եթերներ, այդ օրինակ ծրագրեր կա վճարովի, որ պետք է առնես, ես ինչ-որ իմացա $500 մի տարին, որ դու էկրանը կիսես, ինչ-որ մի հոգու հետ խոսաս։ Ես տենց փորձեցի ձայնագրություն անեմ, ընդեղ բանով, տելեգրամով ու բանով, ու հայլի էի դրել, հեռախոսի էկրանը կիսել, մի կողմի վրա հայլին դրել, մի կողմի վրա նա, բայց անորակ է ստացվում, էլի։ Հենց որ այդ ամեն ինչը փողեր արժի, դրա համար, էլի, եթե կան գործընկերներ կամ բան, որ ուզենան օգնեն, աջակցեն, դուրս եկեք կապի, որ ես այլասերված ես շախմատի պարտիայի վերջը տանք, տախտակը շուտ տանք ու նոր պարտիա սկսենք։ Շնորհակալություն։
Երկար եղավ այսօր։ Հաջողություն։